Հետաքրքիր է, որ նա փորձել է այդ ամենի մեջ ինտեգրել անցյալը եւ դրա հետ համադրել ներկան։ Դրա համար նա դեմ է եղել օրինակ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու քանդմանը, որը Երևանի հնագույն շինությունն էր, ժամանակակից կինո Մոսկվայի տեղում էր, 4-5-րդ դարերի կոթողային հուշարձաներ, հսկայական եկեղեցական կառույց, որը ուներ ուղղակի եզակի որմնանկարներ, Թամանյանը հավաքել է ստորագրություններ, ճարտարապետների հետ համատեղ փորձել է կանխել քանդումը, անձամբ գնացել է այդտեղ, կարողացել է փրկել գոնե այդտեղի որմնանկարների մի մասը եւ դրանց մի մասը պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում, մի մասը Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Այսինքն Թամանյանը դեմ էր անցյալի այդ տիպի ոչնչացմանը։ Մյուս կողմից նա ցանկանում էր Երևանին տալ նոր գաղափար եւ դրա համար դեմ էր օրինակ մեկ հարկանի այն շինությունների պահպանմանը կամ կիսագետնափոր շինությունների, որոնք չունեին ճարտարապետական լուծումներ կամ գեղագիտական որոշակի հաճույք չէին պատճառում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։